Նրանք ապրում էին լուսանցքում, բայց ձևավորում էին առանցքը: Նրանք չունեին ինստիտուցիոնալ աջակցություն, չունեին հարթակներ, հաճախ չունեին նույնիսկ անվտանգություն: Նրանց ընտրությունը չէր բխում շահավետությունից, այն բխում էր ներքին անհրաժեշտությունից: Նրանք գիտեին ինչ են անում, ինչի դեմ են գնում և ինչ կարող են կորցնել: Նրանք անցան զրկանքների, գրաքննության, մերժման, պատժի և աքսորի միջով: Բայց միևնույն է, չփոխեցին լեզուն, չմեղմեցին միտքը, չհարմարեցրին իրենց ճշմարտությունը տվյալ ժամանակի պահանջներին: Նրանք չէին վախենում մահից, որովհետև արդեն դուրս էին եկել սահմաններից: Նրանք ժամանակին չընդունվեցին, բայց հետագայում դարձան մշակութային, հեղափոխության անկյունաքարեր: Նրանց գործը չծառայեց օրվա իշխանությանը, այլ դարձավ ժամանակի հրամայական: Եվ այդպիսիք էին դադաիստներ, Հյուգո Բալ, Տրիստան Tzara և այլոք: Ռուսական ավանգարդ Էյզենհաուեր, Լիլիա Բրիգ, Մայակովսկի: Սյուրռեալիստներ Անդրե Բրետոն, Սալվադոր Դալի, Պոլ Էլյուար: Վիթ սերունդ Ջեք Քերուակ, Ալեն Գինզբուրգ, Սերգեյ Փարաջանով: Ժամանակին նրանք համարվում էին անդերգրաունդ, հետագայում դարձան մտածողություն: Այսօր ընդհատակյա արվեստը, բոհեմը այլևս նույնը չէ: Ռոմանտիզացնելու կարիք չունի: Ոչ թե նրա համար, որ անհետացել են անկախ ստեղծագործողները, այլ որովհետև համակարգը սովորել է արագ կլանել այլընտրանքը: Դարձնել այն ձև, բրենդ կամ էսթետիկա, առանց բովանդակության: Ժամանակակից անդերգրաունդը այլևս մերժվածների ակումբներում չի օթևանում: Այն ինքնաբուխ լինելու, ազատ ինքնադրսևորվելու և ճշմարտությունն ասելու համարձակության է վերածվել: Եվ այդ վիճակում գտնվողները հաճախ չունեն փառավորվելու ամբիցիա: Հիմա է այն նպաստավոր ժամանակաշրջանը, երբ անդերգրաունդը պետք է առավել քան համարձակ ինքնադրսևորվի: Եվ եթե դու այստեղ ես, կիսվիր քո ասելիքով, քո ստեղծագործությամբ և քո անսասան ճշմարտությամբ: Մի պարփակվիր: Քո արածը արժեք է: